Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թագուհի Թովմաս։ Շնորհակալություն։ Տիկին նախարար, դուք այստեղ հայտարարեցիք երկրի թիվ 1 ամբիոնից, որ ներկայացնում եք երկրի կարևորագույն ռեֆորմներից մեկը։ Բայց հետո ձեր խոսքում սկսում եք արդեն ինքնդ ձեզ հակասել, որ սա բոլորին չի վերաբերվում, սա համընդհանուր առողջապահական ապահովագրություն է, բայց համընդհանուր չի, որովհետև հենց նոր դուք ասեցիք, ներառում է բոլորուն, բայց անհատի բոլոր հարցերը չի կարգավորում։ Ուրեմն եկեք ասեք, որ սա ապահովագրություն է մի խումբ մարդկանց, եւ այդ մի խումբ մարդկանց հստակ թիվ հրապարակեք, որ կոնկրետ այս թվով մարդկանց վերաբերելի նախագիծ է։ Եվ անունը մի դրեք համընդհանուր առողջապահության ապահովագրություն։ Սա ուղղակի ձեր վերջի դիտարկման հետ կապված։ Հիմա ես ուզում եմ ինձ բացատրեք, թե պետությունը, երբ որ պարտադրում է քաղաքացիներին վճարել որոշակի գումարներ, դուք շեշտեցիք եւ թվարկեցիք, թե ինչ է վճարում քաղաքացին, տարբեր փուլերով։ Բայց այնուամենայնիվ, ասում եք ցանկը, իմ գործընկերոջ հարցինի պատասխան դժվար է հրապարակել, որտեվ շատ ծավալուն է։ Փաթեթները կոնկրետ երբ, որտեղ, ինչ եղանակով են հանրայնացվելու, որ քաղաքացին մտնի որևէ բուժ հաստատություն եւ հասկանա, թե ինչ ծառայություններից կարող է օգտվել։ Երկրորդ, հիմնադրամը դեռ գոյություն չունի, ինչպես եք դուք հասցնելու հունվարի 1-ից գործարկել, եթե այսօր մենք դեկտեմբերի 2-ն է, դեռ մենք օրենք ենք քննարկում։ Պագը դուք դեռ չեք լուծարել։ Մինչդեռ աշխատանքային օրենսգրքով 2 ամիս շուտ պիտի ծանոթեք, արդյոք ծանոթությունները արդեն տրվել են եւ արդյոք այդ լուծարման գործընթացը մտել է որոշակի իրավական փուլի մեջ, որpիսի դա փոխարինի ըստ էության նոր հիմնադրամին։ Եվ ամենակարևոր հարցի պատասխանը, որ հիվանդանոցներն են, որ քաղաքացին հեշտ բացատրեք, որ քաղաքացին կարող է մտնել եւ ասել, որ ես եկել եմ ինձ օգտվելու ինձ օրենքով հասանելիք առողջապահական ապահովագրությունից։ Խնդրում եմ հստակ եւ մատչելի։ Տիկին Թովմասյան, նորից եմ կրկնում, սա պատմական իրավական փաթեթ է եւ համակարգ է, որովհետեւ այո այն համընդհանուր է, որովհետեւ ներառելու է Հայաստանի քաղաքացիներին եւ մի խումբին չէ, այլ 3 տարվա ընթացքում խումբ ներառելու է բոլորին։ Որևէ երկրի բազային մանավանդ ապահովագրական փաթեթ չի փակում մարդու բոլոր կարիքները, չկա նման բան։ Եվ մենք էլ չենք խոստանում չեղած բաներ, այլ շատ հստակ ենք մեր քաղաքականության մեջ։ Մենք ասում ենք այն համընդհանուր է, որովհետև ներառելու է բոլորին, բայց ամեն անհատի ամբողջական հնարավոր առողջական կարիքները հնարավոր չէ բավարարել բազային փաթեթում եւ դա չի մեր նպատակը։ Մեր նպատակն է, որ ամեն քաղաքացի այս ապահովագրական համակարգի շնորհիվ կարողանա իրեն առաջնակի, անհրաժեշտ կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող վիճակներում ստանա բժշկական օգնություն։ Սա է մեր նպատակը։ Հաջորդիվ, փաթեթը եւ դրան հարակից բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր արդեն նախագծերի շրջանակներում պատրաստ են եւ հենց որ օրենքը ընդունվի, կդրվեն կառավարության քննարկմանը եւ կընդունվեն։ Դրանից հետո կհրապարակվեն եւ բացի հրապարակվելուց այս ցանկերը հասանելի կլինեն մեր հեռախոսներում, առմետ հավելվածում, որտեղ մարդը կկարողանա այսպես փնտրելով, հարցեր ուղղելով, կարողանա նաեւ գտնի իրեն անհրաժեշտ ծառայությունը։ Արդյոք մտնում է այս փաթեթի մեջ, թե չի մտնում այս փաթեթի մեջ։ Հիմնադրամը, այո, դուք գիտեք, որ պետական առողջապահական գործակալությունը այսօր իրականացնում է պետական պատվերի ողջ գործընթացները եւ այս անցումային շրջանում նա դեռ մինչև ծանուցումները դեռ մենք ժամանակ ունենք։ Կստեղծվի հիմնադրամը, դրանից հետո կտրվեն օրենքով սահմանված ժամկետներում ծանուցումները եւ այստեղ մարման կարգով կգնա արդեն երբ որ հիմնադրամը կսկսի ամբողջությամբ գործարկվել, աշխատակիցները, ովքեր որ մրցույթով կանցնեն նոր հիմնադրամում, կշարունակեն աշխատել այնտեղ։ Այո,
հարգելի գործընկերներ, նոր համակարգերներ դնելիս մշտապես կան անցումային շրջաններ, որտեղ նախորդը եւ հաջորդը պիտի շատ համահունչ կերպով մարման կարգով անցում կատարեն։ Եվ սա է մեր մոտեցումը, որպեսզի մենք չունենանք նաեւ ընդհատումներ մեր պետական պատվերի նոր կնքվող պայմանագրերի։ Հաջորդը կշարունակեմ, եթե արձագանքից հետո բժշկական կենտրոնների մասով հարցին կպատասխանեմ։ Համեցեք արձագանք։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ նաև պարզաբանեք ՊԱԳ-ի աշխատակիցները որպես քաղաքծառայողներ ինչ են լինելու, քան ես գիտեմ մոտավոր 100-ից ավել քաղաքացի է աշխատում, ինչ է լինելու նրանց ճակատագիրը, եթե դուք նրանց վերցնում եք պետական ռեզերվում, ապա դա պետության վրա ինչ բեռ է, խնդրում եմ հստակ թվեր եւ աշխատակիցների եւ նաեւ բյուջետային բեռի հետ կապված ներկայացնեք եւ տիկին նախարար ձեր խոսքից տպավորություն է ստեղծում ասում եք մենք սա անում ենք կյանք փրկող որպես նախաձեռնություն բայց հիմա մենք ունենք կյանք փրկող բազմաթիվ ծրագրեր որի մասին դուք հաճախ ռիլերել եք անում հիմա դուք ձեզ հակասում եք այսինքն այն նախորդները ոչ մի կյանք չեն փրկել հիմա դուք նոր համակարգ եք ստեղծում որ նոր կյանքեր փրկեք բայց պետպատվերի համակարգը որ աշխատում էր հիմա խնդրում եմ հնչեցրեք տարեկան ինչքան պետպատվերի գումար էր նախատեսված մինչև այս պահը որ ամեն տարի պետությունը տվել է դրան ինչքան է գումարելու պետությունը որ առողջապահության համակարգը այս ապահովագրական ներդնելու է Եվ խնդրում եմ հստակ ասել, քաղաքացու կյանքում ինչ է փոխվելու։ Ես հիմա գիտեմ, որ ես գնացի առաջնային բուժօգնության օղակ ավարտում եմ։ Պոլիկլինիկայում ինձ որոշակի անվճար սպասարկում իրականացնում են։ Եվ դա մենք դրանից օգտվում ենք։ Հիմա իմ կյանքում եւ մյուսների կյանքում ինչ է փոխվելու։ Հարգելի Տիկին Թովմասյան, շատ ծավեշտալի է, որ մինչև այս համակարգը պետական պատվերի մասին ինչ ասես ասում էինք, որ այն չի գործում մարդիկ, չեն օգտվում, կյանքերը չեն փրկվում։ Հիմա ստացվում է հենց ապահովագրական համակարգ ներդրում ենք, ստացվում է, որ վայ, այս ինչի ենք մենք պետպատվերը հանելու։ Հարգելինս, իհարկե կյանքեր են փրկվել։ Եւ իհարկե 2018 թվականից հետո մեր պետական պատվերի շրջանակներում սպասարկվող դեպքերի թիվը կրկնակից ավելով ավելացել է։ Իհարկե փրկվել են, որ մեր երկրում 2024 թվականին կյանքի միջին տևողությունը դարձել է 78.6 տարեկան։ Իհարկե փրկվում են։ Իհարկե պետպատվերը մենք երբեք չենք նստել սպասել, որ ապահովագրական համակարգը ներդրվի եւ այդ ժամանակ սկսենք հնարավորությունների շրջանակում մեր ժողովրդի կարիքները հոգալ։ Այո, մենք հոգացել ենք, բայց այսօր 400,000 հոգի 65+ անձինք չեն օգտվում պետական պատվերի ամբողջական ծառայություններից եւ ապահովագրության շրջանակում է, որ եւս կարողանալու են այս ծառայություններից եւ ավելի շատ ծառայություններից օգտվելու։ Հարցերը շատ են, չեմ կարող բոլորին պատասխանել։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կասեմ բյուջեի։ Բյուջեից հետո։